Բարև ձեզ։ Իսրայելի հատուկ ծառայությունները հայտարարում են, թե բացահայտել են Բաքվում եւ Բաքու-Ջեյան նավթամուղի դեմ Իրանի ծրագրած ահաբեկչությունները։ Եթե դա Թել Ավիվի քաղաքական պրեսինգը չէ Բաքվի վրա, ապա ինչու են բացահայտումն անում Իսրայելի, այլ ոչ թե Ադրբեջանի հատուկ ծառայությունները։ Այն էլ Ադրբեջանի Իրանի հետ ռազմական բախման շեմից կտրուկ նահանջից հետո, ինչը պետք է խոստովանել, բխում էր նաև Երևանի շահերից։ Երևանին դժվար թե հետաքրքրի ինչ է ուզում Մոսադը Ալիևից։ Երևանի համար ավելի օրախնդիր է դառնում շրջադարձը ռուս-ադրբեջանական տանդեմում, որտեղ մի պահ ասում են արդեն պատրաստ էր դաշնակցային անցյալը վերջնականապես թաղելու հրամանը, որը հիմա էլ նույնքան կտրուկ փոխանցվում է Ադրբեջանին ռուսական ազդեցության գոտի վերադարձի հրամանով։ Եվ եթե հաստատվի, որ Ռոսատոմն Ադրբեջանում ատոմային էլեկտրակայան կառուցելու պատվեր է ստանում, բանը կհասնի նաև ռուսական գործակալներ համարվող Մեհդիևի եւ մյուսների ինդուլգենցիային։ Կապ ունեն այս ամենի հետ հայ-ռուսական նախընտրական հիբրիդային վոյաժները։ Միգուցե Կրեմլյան հայտնի հանդիպումից հետո Հայաստանի դեսպանը Ռուսաստանում ու փոխարտգործնախարար Գալուզինն այս ամսվա մեջ արդեն երկրորդ անգամ են հանդիպում բաց օրակարգով։ Կարելի անգամ հասկանալ, թե ինչու են Բաքուն ու Երևանը այսքան սինխրոն աշխատում Մոսկվայի հետ։ Միայն թե չպարզվի, անտուրաժային այս խաղացանքում հայ-ադրբեջանական Վաշինգտոնյան համաձայնագրի մահխոսականներ պատրաստվում։ Հաջողություն։